Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Խոսենք զարգացումներից, որոնք ըստ էության ուղղակի պայմանավորելու են մեր անվտանգության միջավայրի վիճակը։ Խոսքը գնում է այն բանակցային գործընթացների մասին, որոնք նախաձեռնել է Վաշինգտոնը առանցքային հարցերում, իսկ դրանք կոնֆլիկտներ են, լուրջ կոնֆլիկտներ են, որոնք հղի են նաև ուղղակի պատերազմի վտանգով, պատերազմ, որը կարող է դառնալ ռեգիոնալ, իսկ մեկ դեպքում էլ ուղղակի միջուկային։ Եվ Միացյալ Նահանգները փորձում են այդ բանակցային գործընթացներով դիվանագիտական կարգավորում ապահովել եւ այդ կարգավորման հանգուցալուծել այդ հարցերը։ Խոսքը վերաբերվում է բանակցություններին Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև Ուկրաինայի հարցով։ Այստեղ, ինչպես տեսնում ենք, այդ Սուրբզատկի զինադադարը ոչնչով չվերջացավ, իսկ քիչ առաջ հաղորդագրություն տարածվեց, որ ռուսական հարձակումը Խարկովի ուղղությամբ շարունակվում է եւ Ուկրաինայի զինված ուժերը հետ են մաղում բոլոր փորձերը ռուսների առաջ խաղացման։ Երկրորդը դա Իրանի շուրջ բանակցություններն են, այստեղ ոնց որ թե օպտիմիզմը մի քիչ ավելի շատ է, չնայած այստեղ եւս հարցեր են մնում, որովհետեւ Իսրայելն էլ իր հերթին զինավարժություններ է անցկացնում նախ Իրանից հիպոթետիկ հարվածների հետ մաղման եւ Իրանին հարվածներ հասցնելու սցենարները այսպես գետնի վրա վարժվում, հա, իր զինված ուժերի բավականին մեծ կազմի հետ եւ իհարկե նաեւ այդ բանակցային գործընթացն է, որը Գազայի տարածքի շուրջը, որն էլ այնտեղ էլ ոչինչ հստակ չէ։ Եվ ըստ էության այս ֆոնին էլ տեղի է ունենում Եվրամիության շատ էական պատմական մասշտաբի տրանսֆորմացիա, Եվրամիությունն իր հետաքրքրություններն այս 3 հարցերում էլ ձևակերպել եւ բարձրաձայնում, նաեւ գետնի վրա փորձում է իր շահերը իրացնել։ Եվ այս ամենի կենտրոնում այո մեր տարածաշրջանն է։ Այստեղ մենք ունենք Ադրբեջանի հետ համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ, որ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել, ավելին բեմականացնում է լարվածություն սահմանի վրա։ Այսօր եվրոպացի դիտորդները ֆիքսել են ադրբեջանական կամ ինչպես իրենք են ասում, ըստ ամենայնի ադրբեջանական կրակոց Հայաստանի Սյունիքի մարզում գյուղերից մեկի ուղղությամբ, Խոզնավարի ուղղությամբ եւ իհարկե այս ֆոնին էլ մենք տեսնում ենք, որ ռուսական կողմը իր հիբրիդային պատերազմում Հայաստանի հետ նոր ալիք է նախապատրաստում, ինչի զգուշացմամբ էլ հանդես եկավ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ուղիղ տեքստով։ Փորձենք հասկանալ այս ամենը ինչպես է պրոյեկցվում մեր անվտանգության միջավայրի վրա եւ ինչ սցենարների հետ կարող ենք մենք գործ ունենալ։ Փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է Բերքլիի համալսարանի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Ստեփան Աստուրյանը, բարով եք եկել, պարոն Աստուրյան, շատ զգացված եմ հրավերս ընդունելու համար։ Խնդրեմ։ Պարոն Աստուրյան, դուք ուշի ուշով հետևում եք այս ամենին, նաև ձեր գիտական եւ գործնական փորձի պրիզմայով նայելով այս ամենին
ինչ է երևում ձեզ այս ամենը, համեցեք։ Գիտեք, պատմության ընթացքը գտնա երկար դարիներ հadouk խնդիրը չլա, եւ մեկ անգամ են պատմությունը երբեմն դպավորություն գուտա, որ իր ընթացքը կհարաճանա, շատ արագ կընթանա։ Ճիշտ այդպիսի շրջանի մեջ կգտնվենք հիմա, որ ամեն օր, քրեթե ամեն օր նորություն մը գա, որ կարևոր է։ Հիմա այդ հարցերը, որ նշեցիք, Ամերիկա, Ռուսիա, Ուկրաինա պատերազմ, Բաքսկաստանի հետ խնդիրը, Հրեաստանը, Գարջ պատասխանը ալե որ մեկը չի կրնար կուշագել թե ինչ պիտի լա ասվարգյանիս, բացի եթե գադարյալ ինքնահավան հիմար մնե, որ վստահ է, կարելի չէ կուշագել։ Որոշ բաներ կարելի է կուշագել, որ մեծ գորուստ պիտի գրե Ուկրաինան, ադոր գասկատ չի գա, Բաքսկաստանի հետ անորոշ է, թե խոսակցությունները դեռ պիտի հասնին կամ ոչ, առաջին հանդիպումը ըստ երևույթին թրական նշաններ տված է, ամեն ինչ գաղում ունի, թե ինչ պայմաններ պիտի տնեն Միացյալ Նահանգները, որոշ պայմաններ կան, որ քրեթե վստահ անընդունելի պիտի լան Բաքսկաստանին, ադալ անորոշ է, Կալով Հրեաստանի վարվելագերբը ելևս պան է, պացահայդ է, գազայի խնդիրը պնավ տեր ավարդատ չէ, և հիմա արևմտյան West Bank կոչված շրջանի վրա որոշ գործունեություններ գտանին, հոնալ, թե ինչպես կվերջանա ամբողջ պատմությունը, գադարյալ անորոշ է։ Հետևաբար դժվար է բանը կուշագելը։ Մեկ բան կարելի է կուշագել, բացի Ուկրաինայի կողմէ հավանական մեծ վնաս գրելու կարելիություն են, ադե որ եթե Ռուսիան հաղթական ելը ասպատերազմեն Ուկրաինայու հետ, բնավ ես չեմ գարձեր և միագը չեմ, որ չի գարձեր, որ ինքը հաչ պիտի կաշե հարավային Կովկասի վրա, այսինքն պիտի վերադառնա, չագերդյալ ձևով, պատկերազարդ ձևով, պիտի վերադառնա հարավային Կովկաս, ալ ավելի վճռագամությամբ պիտի սեի։ Հետևաբար ադալ այդ բաժինն ալ կարելի է կանխատեսել որոշ վստահությամբ, կալով խաղաղության պայմանագրին, աս վերջին օրերը երկու օրվա միջազգային համագումար կազմակերպված է և առաջին օրվա վերջավորության գլոր սեղանի պես բանը կազմակերպեցի ու նայն հրավիրյալներու մեկ հարցում դրի, արդյոք կգարձեք, որ իրական խաղաղություն շեշտը իրականի մասին էր, ոչ թե թուղթը ստորագրել և բան։ Կարելի պիտի լա հաստատել գարջ կամ միջին ժամանակամիջոցի ընթացքին։ Խոսքը երկուքեն 5 տարվա մասին էր։ Որ է մեկը փոլորը համացայն էին և իրենց պատասխանը ոչ էր և 5 րոպե բացատրություն դրին, ինչու, այսինքն տարբեր բացատրություններ, բայց եթե այդ փոլոր բացատրությունները միացնեք, այսինքն ուղղակի լայն պատկերն ունիք, հետևաբար իրական խաղաղության մասին խոսիլը Ադրբեջանի հետ և գետրոնանալը միան այդ պայմանագրին վրա, որ երկու կողմերը համաձայնած են և այլն բան միան ստորագրելը կմնա, կամ հասկացողության բագաս է, կամ միամեդություն է, չեմ գիտեր ինչ է, բայց ադալ ուրիշ իրականություն մնա, աստվարգյանիս ադեմը հաշիվը ասանք արակ ձևով,
ձանոտ պայմաններ են զատ, այսինքն պետք է ձեր սահմանադրությունը փոխեք, անկախության հռչակումը պետք է պատժամփվի, Մինսկի խումբը եւ այլ թեմաներ կան, որ երևի կան։ Ընդհանուր առմամբ նայեցա Ադրբեջանի կողմէ եկած բանջկները մոտ գծած են ջարել մոտ 10 պայման։ Գիտեք արևմտյան Ադրբեջան 300,000 ադրբեջանցի պետք է կա, Հայաստանը պետք է զինաթափվի, ասիգա, ադիգա, առաջին պատերազմի հանցագործները պետք է հանձնվին, Ղարաբաղի առաջին պատերազմի հանցագործալ չագերդյալ ցևով գտնեմ, գտնալ գան ոմանք, հետևաբար գտեսնեք, որ բեդությունը, որ ասցևով գվարվի, շատ անհավանական է, որ պապակ ունի հարություն հաստատելու։ Հարություն հաստատելու համար պետք է շատ զորավոր ջնշում իր վրան, մեկը չգա, որ այդ զորավոր ջնշումը կգնապանեցնել, բացի Միացյալ Նահանգներեն որոշ չափով, մյուս կողմը բարոն Ալիևը ունի շնորհքով ռազմավարական համագործակցություն Ռուսիայով հետ, այսի ուրիշ թիգուն կանգնող ունի իրեն, հետևաբար հասարակության պատմությունը նաև պետք չէ սպասել, որ իրական հարություն դեղի ունենա, հարաճանա եւ գամած երկու ժողովուրդները բնականon վիճակի նման հարաբերություն ունենան, ադիգա քրեթե անգարելի է ստինձի։ Պարոն Աստուրյան, հիմա նաեւ մենք այս ողջ հավասարումի մեջ եւս մի այսպես տար ունենք, դա իհարկե Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններն, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն են, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Իրան հարաբերություններն են, նաև այս Հայաստանի երկխոսությունն է Թուրքիայի հետ, որը ինչ ասեմ, այսպես բազմաշերտ եւ ունենք առերևույթ դրական մթնոլորտ այդտեղ, հա։ Ինչպես է այդ ամենը տեղավորվում այն համատեքստում, որը դուք նկարագրեցիք։ Նորեն վերադառնալով այդ համակումարին երկու թուրք մասնակետ մասնակցեր, շատ լավ մեկը մյուս են մասնավոր երկու կնալ հստակ հաստատեցին, որ Բարոն Էրդողանի գարավարությունը որևէ մեկ պապակ չունի սահմանները պանալու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ այլն, մինչև որ Հայաստանը ընդունի այդ պայմանները, որոնք Ադրբեջանի կողմէ առաջ կբերվին։ Թե սարագություններու մթնոլորտը թրագան է, ժպդուն են եւ այլն որևէ մեկ իմաստ չունի կամ կարեւորություն չունի, պատճառները բազմադեսակ են, ինչու, բայց ընդհանուր գաղձիկը ադի։ Հիմա ամենակարևոր գեդը հավանաբար բանն է Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու աբակա հարաբերությունները, թե պիտի խորանան, պիտի ընդլայնվին, Միացյալ Նահանգները շոշափելի օգնություն պիտի բերեն Հայաստանին եւ այլն, այդ բոլորը նաեւ ասվարգյանին, բացի եթե մեր դիվանագետները ուրիշ դերակցություններ ունին, վստահություն ունին եւ այլն, թեդիմը համար, թիդորիմը համար թուրքսեն ինձի պես սեբենք, որ քիչ մլավաձանոտ է բաներու, բայց այդ չնշանակե, որ ներքին հողանոցին զանոթ է, ասվարգյանից այդ բաժինն էլ բնավ հստակ չէ, եւ
կգենտատրեմ կալիք ամիսները եւ այլն ցույց կուտան, թե որքանով Միացյալ Նահանգները հետաքրքրված է Հայաստանով։ Գարձել, որ եղած է կորձը, որտեղ թուղթը ստորագրեցավ ռազմավարական եւ այլ հավասարություն, եկա նախնական համաձայնության մագարտակ ունի այդ թուղթը։ Սոհոնալ հստակ չէ ինչ է վիճակը, ավելի հստակ է հիմա Եվրոպայի թիրքը, որ ավելի տրագան է, Ֆրանսայի մասին չեմ խոսի, ավելի ամբողջ գարույցի մասին, հոն հավանաբար կարելի է սպասել որոշ օգնություն, կամ քաղաքական կետնի վրա, կամ դիվանագիտական, բայց Եվրոմիությունը նաև նույն ադեն պետք ունի Ադրբեջանին իր հսկայական ծրագիրներուն համար, Կենտրոնական Ասիայի հետ օրինակ, կախյալ է Ադրբեջանին, հետևաբար նորեն պետք է սպասենք արժևորելու համար, թե Եվրոպան առաջին քիզին վրա գտնի իր արժեքները, չափանիշները, այն ինչ որ անգլերենով գսեն norms, մարդկային իրավունք, ժողովրդավարություն, մամուլի ազատություն եւ այլ ամբողջ բանը, գամալ նորեն առաջնահերթություն կուտա իր տնտեսական ծրագիրներուն Ադրբեջանի հետ։ Անցյալին փոքրիկ քանակ գազի քանակի փոխարեն Դիգին ֆոն դեր Լայենը գնաց ինչպես կհիշեք Ադրբեջան, հիմա մեջտեղ գել է վերջերս հոդված մգարտայի, որ նույնիսկ այդ քանակը Ադրբեջանը շատ հավանական է, որ չգարենա հայտարարել Եվրոպայի։ Հետևաբար հայտարարություն է այն իմաստով, որ քու պարոյական բանը վատնած ես, գարձելով, որ շոշապելի շահը պիտի ունենաս, հիմա մեջտեղ ելլեգով, որ այդ շահն ալ շատ բան չէ, վստահ չէ։ Նորեն պետք է, գիտեք, պետք է հենիլ դվյալներու վրա եւ կորձերու վրա, կորձունեության վրա, ոչ թե մարդոց խոսքերուն վրա, Եվրոպացի խոսք, չեմ գիտեր ինչի խոսք եւ այլն, պետք է նայել, թե ճիշտ իրականության մեջ ինչ գնենք, կորձն է կարևորը, թեր այդ բաժինը, բացի աս սահմանը ծիդորները եւ այլն շատ ուրիշ բան չունենք, զենքի որոշ մատակարարում ֆրանսացիներու կողմէ աբակային գնալ ալ մեկ երկու ուրիշ երկիրներ նաեւ սա աս վիճակի մեջ ենք եւ իրականության մեջ եթե բաղարուն ծևով դիտենք վիճակը աս բաստարին վրա աս ձիրեն ներս աս վարգանից Հայաստանը չունի իրական ռազմավարական տաշնագից եւ ինչպես բոլորս լավացանոթ ենք իր նախկին միակ տաշնագիցը եւ հայրը բիդիսեի տակցած է իր դեմ եւ բիդի զարմանայի որ ինքը թույլ դա որ երկար ժամանակ Հայաստանը դեպի ժողովրդավարություն, այսինքն գարելի բիդիներ Ռուսաստանը, իմ համոզումս է եւ շատ փայլուն միտքը չէ, իր թաթին դակ ագնելու նորեն Հայաստան։ Ահա։ Պարոն Աստորյան, դուք մի քանի իմ կարծիքով առանցքային բան ասացիք, մեկն այն է, որ Միացյալ Նահանգներն այն բանակցությունները, որը վարում են Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ, բոլոր դեպքերում դա նշանավորվել է Ուկրաինայի կողմից նշանակալի կորուստներով, դա մեկ արձանագրում, որը դուք ասացիք, արեցիք, երկրորդն այն է, որ այո, Ռուսաստանը փորձ է անելու վերադառնալ այստեղ, քանի որ եթե այսպես դա զրոյական գումարով խաղ է,
դուք ասում եք Ուկրաինան դուրս կգա ինչ-որ կորուստներով, դա նշանակում է դա կորուստները լինելու հոգուտ Ռուսաստանի։ Այո, ճիշտ։ Ռուսաստանը նաև այն, որ ասացիք, որ վերադառնալու փորձ է անելու, վերադառնալու է այսպես հաղթաթղթեր ձեռքին, հա։ Դրանով իսկ դա այսպես ֆոն ապահովելով, թե իբր ունի բարոյական առավելություն եւ ներկայանալու է հենց այդպես։ Հաջորդ դրվագը, տեսեք, Ռուսաստանը հենց այսօր կառավարության աշխատակազմի ղեկավարը բաց տեքստով նախազգուշացնող հայտարարությամբ հանդես եկավ այդ ահագնացող հիբրիդային գրոհների վերաբերյալ։ Եվ մենք տեսնում ենք մեր տարածաշրջանում ռուսները խորը ռազմավարական կոորդինացիայի մեջ են Ադրբեջանի հետ։ Վրաստանին այսպես լոյալ են, շատ չեն բանանում, Հայաստանին ուղղակի թիրախավորել են, այսպես ասենք, բոլոր անցքերից այդ պրոպագանդան աշխատում է մեր դեմ։ Հիմա, այս ամենը որ կա, նաև ասում եք, որ Միացյալ Նահանգների հետ անորոշություն է, մեր և Միացյալ Նահանգների հարաբերություններում, որ հուշակի առումով էլ անորոշություն է Եվրամիության հետ։ Բան, սա դե որ նկատած եմ, որ որոշ մասնակիցներ, հարգելի մասնակիցներ, շատ լավադեսություն կներշնչեն, երբ հարցազրույց տան, որ Ամերիկայի հետ մեր բաները շատ լավ ջամփուվրա են եւ այլն։ Իմ ասածս բարոն Մեհրաբյան, ան է որ գհուսամ, որ շիդագ են իրենք, գհուսամ, որ ներքին դերեկություններ ունին այդքան լավադեսը լալու համար, բայց մեգում համար, որ այդ ներքին դերեկություններուն գգնալ չդիրաբեդեր, եթե գան այդ դերեկություններ, սադս ադեր, որ պետք է կորձ դեսնենք, կորձունեությունը Միացյալ Նահանգներում, գասակը, և ոչ թե խոսքերով, դպավորություններով, նույնիսկ եթե մեկը շատ հարգելի թեդ է, էքսպերտ է, ինչպես կսեք ծեր պարամետրկով, այդ բաներով վստահիլ։ Սո դեսնեմ ինչ պիտի լա կորձունեությունը Ամերիկայի։ Եթե դեսնեմ, որ այո, շոշափելի քայլեր գարնվինգով, որ նշանակություն ունին, ոչ թե միան չեմ գիտեր ինչ նահանգի National Guard-ի հետ, քիչմը զինվորական բարձան կնել, peacekeeping չեմ գիտեր ինչ բան, ադիգա զինվորական լուրջ բան չէ, այլ խնդիր, եթե օրինակ իրենք պատրաստ են մի քանի 100 մեր զինվորներուն, գիտեք, ուղղակի Special Force-ի պատրաստություն դան։ Օրինակ։ Այսինքն, բան անհետեթ օրինակ մը գնեդեմ, բայց գտեսնեք դարբերությունը, կորձը, որ նշանակություն ունի։ Կամ թե արդեն դարիները ի վեր կոյություն ունեցող, անանք վարժություններ, հադար National Guard-ի հետ։ Սո իմ ասածս ադեր, Եվրոպայի վերապերյալ այո անորոշություն, նշաններ կան, ներառյալ Լիգին ֆոն դեր Լայենի վերջին արտահայտությունը Սամարկանդ, ադիգա բան է, ադիգա չերսեր, եթե ադիգա Եվրոպայի գեցվածքը չլար։ Այո, իհարկե։ Նաև բատկամը գխրգերու այսի բան, ադիգա տրագան նշան է, նայեցեք ադիգա բան է, գարելի է ադիգա լուրջ չի աղնել, բայց նաև ուրիշ կորձունեություններ պետք է ընդլայնել ստիդորդներու խումբը, այո, ինչի մասին Ֆրանսիայի արտգործնախարարությունը նախարարը 50 կամ չեմ գիտեր երկայնքը իրենց սիստեմը ունին, թե քանի հոգի պետք է որ գարենաս լա դավուշի սահմանը, լա վայոցորը, լա սյունիկը, բավարար մարդ ունենաս տիդելու։ Սա դեր որ գրնալալ որ քիծորին համար անորոշություն չէ, այսինքն որ բաները գան որ դերիք ունենան գոր, փեմին յեդևեն, բայց դեսանելի պամը
ձանրագշիր դեսանելի բամը ես հիմա գույմա չեմ տեսնել բարոն Մեհրաբյան։ Հիմա ես թվարկեցի այդ պարամետրերը, որը դուք նշեցիք, պարոն Աստուրյան, այս ամենը, այսպես ասենք, ֆիքսում է քաղաքական պահը, որը մենք ունենք։ Եվ այդ պահը մեզ ինչ-որ X, Y գործողությունները ըստ այդմ թելադրում։ Կամ, ասենք են, ոնց որ Բժեզինսկին էր ասում, ռազմավարական համբերատարություն, օրինակ, որն է մեր անելիքը ըստ այդմ, եթե մենք ունենք, ահա այսպիսի ֆոն, որը ազդում է մեր անվտանգության միջավայրի վրա, եւ մենք էլ ունենք մեր օրակարգը, որը պետք է սպասարկենք, եւ այս ամենն էլ ծանրանում է ռուսական հիբրիդային հարձակումները, որը մենք տեսնում ենք, մենք տեսանք Գյումրիում ընտրություններ, Ռուսաստանի հյուպատոսը գալիս է քաղաքային խորհրդում ճառ է ասում, հա, եւ այլն։ Համեցեք։ Գիտեք, այս հիբրիդային թեման, որ այս վերջին դարին շատ դարածված է, այս հիբրիդային պատերազմը տեսանելի էր արդեն 4-5 տարի առաջ, այդ օրերում ուրիշ, գադարյալ տեսանելի, եւ երևույթները նույն բաներ, արվեստական ասկասիրություն, ընդեմ թավաջաններու, տրկազիններու եւ այլն, գիտեք հայոյանքներու տեսակները, ավանտական, պարոյական, ընդանիք, գեյերու թեմ, չեմ գիտերի ինչ բան, այսինքն ավազագաբեդությունը կփորձի ինքնին ներկայացնել իբր եկեղեցասեր, քրիստոնյա, ավանտաբաշտ, սրբություններ պաշտպանող եւ այլն, եւ ջեղքեր ստեղծել բնակչության մեջ, գիտնալով, ձանոթ լալով այդ բնակչության մտայնության, դգարություններուն եւ այլն, այդիկա բացահայտ է։ Հիմա ինչ պետք է անել։ Բաներ կան, որ պետք է արդեն եղած լային, դարիներ կգնեն, բայց արդեն ջամպա ելած պետք է լարատ գործունեությունը, գարավարումի բարելավումն է, բոլոր մարզերեներս, ադիգա ընթացքն է, ամենագարջաժամկետ բաները, որ պետք է ենել, բան է, պետք է մեր ժողովուրդը պատվաստվի ցևովը, այդ մթնոլորտը, որ տեսանելի է հոս ադելության, հայոյանքի, ադորտեմ, բայկար պետք է դարվի, բայկարներուն երեսները մեկը պետք է խուսափիլ հավելյալ ջեղքերը ստեղծելու բնակչության մեջ եւ Հայաստանի եւ Սփյուռքի միջև։ Ատկեզատ ինչպես հազար անգամ ասված է, անշուշտ հիմնական եւ գլխավոր բանը, որ պետք է լինել, մեր բանակը զորացնելն է ոչ միայն զենքով, այլ նոր մարտավարությամբ եւ ռազմավարությամբ հատկապես, թե այդպիսի ռազմավարություն մշակված է, չեմ գիտեր, ընդհանրապես երբ մշակվի, բան թուղթը կհրադարագվի կոդե, բավական վերացական, մանրամասնություններում մեջ չեմ մտնել, բայց կհայտարարվի։ Հիմա գույմա շեշտը գտրվի, որ Հնդկաստանեն այսքան միլիոնի զենքարինք, ամյուս դերեն աս եկավ, ամյուս դերեն ատ եկավ։ Գիտեք, այդ զենքերը շատ կարևոր են եւ միան ողջունելի է, որ կստանանք եւ կգնանք քնել։ Բայց արտիական պատերազմը, ինչպես Ուկրաինայում պատերազմը, ցույց տվավ, որ այլևս պատերազմները պետք է համակրեն, բանակները պետք է համակրեն բազմաթիվ բաներ։ Գաբերը իրարու հետ, նշանագման, սատելայտե եկած
դվյալներ եւ այլ այսինքն եթե 10 զենք ունի շատ գեղեցիկ բայց համակրված չի անոնց գործունեությունը եւ դեսլագամ չունի ռազմավարական օքեյ ավելի լավ է ունենաս այդ 10 զենքը կամ ոչ բնականաբար բայց ադիգա մեծ պամը բիդի չի փոխի հետևաբար գլխավոր բանը ադե եւ մեծ նորություն չէ ոչ էլ առաջինն եմ ասպանը ասելու գարավարումը հիմնական բարելավման գարոդի ամեն մագզերենեքս si պետք է բադվաստել աս գարելի չէ ջեղքերով վրա ջեղ կավելցնել երկրեններս ոչ այլ Հայաստանի բնակչության եւ Սփյուռքի միջև եթե Սփյուռքի մեջ գա խմպակը կամ փամը որ կուտեմը դե այո գա բայց այդ խմպակը լավակույն բարակային գներգացը գնալը 10 Սփյուռքի համագիրներով եւ այլն ոչ թե իր թիվով Եթե պետական մտածել ագերբ ունիս, պետք է լուրջ մտածես, թե դու ինչպես կգնաս համատրել քու լավակույն Սփյուռքի ուժերը, հիդնականները, ջարդարակետները եւ այլն, ադոր դեր անհետետ ագդայդություններ ու գզանազանվի ինչեր ժողովուրդը անևոր գկվերգի Հայաստան Հայաստանի ժողովուրդը կվերգի Հայաստան գամար անշուշտ սպյուրկահայը պան եգզավագը հոս չի ծարայ մեգը սպյուրկեն ասած է որ ինքը գուզեն վարչապետը լալ կամ նախարարը լալ այսինքն գերձ բատմության շուրջ մադի պատտոցկը լավ հոս ծարայո հոս մերնորն է որ գնապան մասկազմել մեր բանի Ես անստաբեց իսկապես շատ սպյուրկահայեր գջանչտամ մեկ հոգիի ձանոտ չեմ, որ այդպիսի երազանք ունենա, որ ինքը պիտի կա եւ զորոյի պես, մեկ օրվա մեջ նախարար պիտի լա, իրավունք ունի լալու, որտեղ ձակումով հայ Սո, պետք է համախմբել եւ պետք է անշուշտ Գիտեք, հիմա գլլագոք հավանապար 3-4 տարի նյութը ելավ թեման, պարամետրը 5-րդ շարասյան 5-րդ շարասյուն, the fifth column նգները Okay? Շատ լավ է, եթե fifth column գա, եթե այդ 5-րդ շարասյունը գա մինչև հիմա որը մեկ պաստ կդած ես որը մեկ ցանց գծած է սերպագալել գամալ միան խոսքի որը գործողություն չի բախում եթե գա ադիգա ադող նպատակը երգիրը դգարացնելն է եւ դաբալելն է անգախության վնասելն է այդադեմ պետք է այդ մակտիրը նվազակույնը օրենքով, այո, օրենքով պետք է սերպագալվի, ինչ է օրենք չկա հետևաբար գասկնակ պան, ասել հիբրիդային բادرազմ է 5-րդ շարասյունը նորեն պան գներո եւ այո, օքեյ, տուն ինչ կնեսկով 5-րդ շարասյան տեն Ոչ նույն, մեն միայն ասում ես Այո, ես ալ գնամ ասել 6-րդ շարասյուն մգա որ ավելի վադ է որ անիգա լուր գմնա Սո բազմաթիվ բաներ կան, բայց երկարաժամկետ, միջնաժամկետ, եթե գարավարումի բարելավում չլա, բյուրոկրասիին, նախարարությունները, բանակը եւ ամենը Այդ դպավորությունը հիմա ունիմ 2 տարի է վեր հոսը լալով որոշ հարցերու շփվեցա, որ ուղղակի քաղաքական չէ, բայց Սիստեմին աշխատելու ծևը ցույց կտա անհետետ օրենքներ, բաներ, ուրջացված, որոշ անորոշություններ, օրինակ մդամ ցեզի
նորեն վերադառնամ ռոպան չէ մտածեվերում չէ ամենադարօրինակ օրինակը մարդիկ կհրավիրենք չէ Չինաստանեն, Եվրոպայեն, Ամերիկայեն համակումարի համար որ մեկ հատ տասախոսություն դան միջազգային համակումարը եւ բնականաբար իրենց դոմսագը պետք է վճարենք եւ հյուրանոցի 3 գիշերը կամ 4 գիշերը հանգարց համալսարանես որոշ բարոմը, որ այդ բաներով գսպարի, սա պետք է դուր վճարել, տաքս վճարել այդ ձախսերուն վրա, որ գադարենք կո, աս մարդոց Հայաստան պերելու, 20 տաքս, գիտեք, և Ասի, ես շտվեցա, ասի, ուրիշ կանցաբահիմը, չեմ ասել, որ հաստատության, ասա վանանք պան չի գա։ Աս բարոնը, AUA-ի, հետաբնտեց հարցը, և հիմա ուղագի բատչեն ունիմ, բեկ գոչված բեդական եգամուդների գոմիդ է, որ այո, քանի որ ասանք գպերեք կոր և այլն պան, անոր վրա ադիգա գնգադվի չեմ գիտեր ինչ և պետք է տաքս վճարել։ Գիտեք, եթե այդպիսի օրենք կա, այդ օրենքը կնշանակի, որ աս բեդությունը, ինչպես նաև նախկինները, որ չեմ գաղձեր, որ աս ներգա գարավարությունը ստեղծած է այդ, բայց վստահ չեմ, գարելին գնեգոր, որ Հայաստանի համալսարանները, որ արդեն հարուստ չեն, վնասվի։ Այսի անհետեք, ծեզի մեկ օրինակ դվի, որ վերջինն է, որուն շպվեցա, գիտեք, աս ծևով չի գգնարել, դարիներ համակումարներ գազմագերբած է Ամերիկա, Ամերիկան դուր չի տներ, որ ես Ֆրանսայեն մասնակետ տեղած եմ, հագարար գզապարե, որ ով գոկտվի, մենք գոկտվինք կող։ Սո, գիտեք, և համոզված եմ, որ այսպիսի, ասիգա, փոքրիկ պամ մնե, բայց վստահ եմ, որ դասնյակ այսպիսի պաներ կան, որ կոյություն ունին, պետք է վերանայիլ, պետք է վերադաշել, Պետք չէ, որ Բաշտոնյամը, որ բավական բարձր է, վախնա որոշում առնել է և հետևաբար նախընտրել է ցկցկել, քովինին անցնել, ես ինչու ռիսկ բիդարնեմ, վերջը բիդիսեմ, որ սխալ բաների, խոր աշխատանք է բարոն Մեհրաբյան, որև նաև մտայնություններու փոփոխություն կնշանակի, մշակույթի, և ադիգա արագ դերություն ունենա բատմության մեջ։ Պարոն Օստուրյան, և եզրափակելով, մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից դուք էլ նշեցիք, որ որևէ ցանկություն չկա, մտադրություն չկա, մեզ հետ խաղաղություն կնքելու, թեկուզ և համաձայնագիրը համաձայնեցված է, տեքստը, բայց համաձայնագրից դուրս պահանջներ դնելը հենց այն մասին է, որ ես համաձայնեցրել եմ, բայց չեմ ուզում ստորագրել։ Ու ասենք չլինող պահանջները առաջ քաշում։ Հետն էլ մեկտեղ Ադրբեջանը նաև ինտենսիվ զինվում է, հետն էլ մեկտեղ Ադրբեջանի ներսում Հայաստանի և հայերի նկատմամբ ատելության քարոզը ահագնանում է և կրում է, շարունակում է կրել համակարգային բնույթ, բացի դրանից Ալիևն էլ ներսում ուժ գնացնում է ռեպրեսիաները։ Սա ևս սրանք փաստեր են ուղղակի։ Ինչ է կարծում Միացյալ Նահանգների կողմից այս տարիֆային քաղաքականություն և այլն, այդ ինչի մասին երևի թե արժի առանձին խոսել, դրա ազդեցությունը միջազգային հարաբերությունների վրա, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, եթե սա բերեց ինչ-որ ձևով ռեցեսիայի կամ ռեցեսիայի սպասելիքների, նավթի գներն ընկնելու են։ Եվ Ադրբեջանը, որի
ամբողջ իր կարողությունները պայմանավորված են նավթով, կանգնելու է ինչ-որ հարցերի առաջ։ Այդ ժամանակ մենք ինչ սպասենք ըստ ձեզ։ Ադրբեջանը իր մեծության, չագերդյալ մեծության է նորեն, դարիները արդեն իր ետևն են։ Գասնակը պան Աբական կարյուր արդեն վարեջքի մեջ է, գազը շատ բան չի գա, Ադրբեջանը աբակային մեկ բան բիդունենա, այդ անցքը գետրոնական Ասիայեն եւ այլն։ Այդ կեզատ երկիր մնե որ դնդեսություն չունի, այդ կարյուրի գազեն զատ։ Ցեզի օրինակ մդամ հոտված մախրադարագազեի բան Եվրոպա նայեցա Ադրբեջանի արևդուրը Եվրոպայի հետ։ 198 100-ը միան բան ուժանույթ ձախելն է, բամը չգա, այսինքն նույնիսկ կոնյակի շիշմը կամ վանագդի քինի, որ գարելի է գտնել Միացյալ Նահանգներ, չգա, բան է։ Շատ լավ գիտե բարոն Ալիևը, որ թեր հիմա է ադենը և կալիք մեկ երկու դարիները, որ ինքը այդպիսի գարկատություններն է, որ Հայաստանը գադարյան անզոր բեդության վերածվի։ Անզոր բեդության և նախնդրապար գրնալալ վերատարնա Ռուսիո հսկորության դակ։ Գիտե, որ երկար ժամանակի վրա Ադրբեջանը դերմը չեր տարգող, այսի պան բիդի չգարենա ասցևով վարվիլ հավերժաբես, և այդ տեսագետը իր վարվելագերբը գադարյալ դրամապանական է, իր դեսանգուն է, գասնակը պան, այն ինչ որ դարորինակ երևա, գադարյալ դրամապանական է, իր դեսանգուն է, կալով այդ դակնաբները, որ այսօրերը գդեսնենք, իրականության մեջ շատ ավելի խորն են կան այն ինչ որ գդեսնենք, ունինք աշխարհագրքի կանտում, գամալ նվազագույն անցումային շրջան, թեպի ինչ չենք գիտեր դեռ։ Բազմաթիվ խոսքեր կան անգլերենով, մոնոպոլորեն, bipolar, multipolar, monopolar, minus եւ այլն, այսինքն չենք գիտեր ինչ աշխարհագրք պիտի ստեղծվի կալիք դարիներուն ընթացքին։ Երկրորդը դնդեսական համագարկը դակնաբի մեջ կգտնվի գոր, բարոն Թրամփի որոշումներու պատճառով, բայց երրորդ երեսվն ալգա, որը թաքնված է ասպոլորին ետևը, դոլարի միջազգային արժույթ լալու հանգամանքն է։ Անիգա մահապեր վտանգ է Ամերիկայի համար, որ գլողա հսկայական բարտկերու մեջ և միակ միջոցը, որ իրեն թույլ գուդա այդ բարտկերու մեջ են ելլելու, ադե որ ինքը գգնա մինագը իր դոլարը դբել։ Եվ եվրոպացիները, ճապոնցիները, չինացիները և այն ասպես կոչված բոնդ գկնեն և ասևոր ինքը գգնա նոր բադերազմ նալ է սկսիլ, 3-4 տրիլիոն վադնել, մեկենան գկալ է դոլարի և մեջ են գելերը։ Դերմը հասած է հիմա ու գարձեմ այս տարի գամ կալ դարի ամերիկյան բյուջեի կլխավոր ձախսը ավելի կան հանգստյան թոշակները, social security, պանագը և այլն, բիդիլլա դոգոսը վջարելը at բարտկերում վրա, առաջին անգամ ելելով, դոլարը բահել իպր միջազգային արժույթ, մահու գենած խնդիր է Ամերիկայի համար, և աս դակնապներուն ետևը at խնդիրն ալգա, որուն մասին շատ չի խոսվիր, բայց հիմնական խնդիր է, սո ունինք երեք դակնապ, քաղաքական, աշխարհագրքը, միջազգային հարաբերություններու, դնդեսական, գարձր դնդեսական, այսինքն ապրանքի փոխադրում, փոխանակում, տարիֆ, եւ ունենք ֆինանսականը դագը, որ
անցյալ 200 տարիներու ընթացքին որքանալ մտածեմ զուգահեռ չեմ տեսել այսպիսի վարքյանիմը 1920-ական թվականներուն նորեն ամերիկացի նահանգ մգար եւ այլն որ սկսավ տարիֆ տնել եւ կոչել երկիր isolationism եւ այլն ինչը դարավ 1929-ի այսպես կոչված մեծամգումի Great Depression այո բայց այդ օրերուն տեր մարդիկը հավատք ունեին որ այսպես կոչված ասկերու լիգան նոր աշխարհագարկ բան գներ այսինքն քաղաքական քանտումի դպավորությունը չկար կամ գիտակցությունը աս բարակային ունենք երկու դեսանելի մեծ դակնապ եւ երրորդն որ քաղցկերի պես այդ ֆինանսական բաժինը դոլարի խնդիրը աս երկուքին դագը գտնվի հետեւաբար շատ վտանգավոր շրջան է եւ այդ շարժումները որ գտեսնենք օրինակ հանգարց եվրոպացիներու նոր սիրալիությունը գետրոնական ասիայի հետ օտեն չեն կարած բաները գետրոնական ասիա ունի բաներ որոնց եվրոպան պետք ունի հազվագյուտ խողեր լիթիում, կոբալ, չեմ գիտեր ինչ այո բազակո հանգարց աջաբարանոք ադուրությամբ կացին, երբ իրենց ռազմավարական զրակիրը, Եվրոմիության ռազմավարական զրակիրը ունեին վերացական գետրոնական ասիայի հետ, այդ զրակիրը մշակած էին 2019-ին, 5 տարի, 6 տարի առաջ։ Վերջը ճանապարհային քարտեզը ստեղծեցին, գազեն 23-ին էր, բայց հիմա ուղղակի գործենք կորձի անցնել եւ աս կորձը որ գործենք գդարել, գիտեք, գարձաժամիգետ կորձ չէ։ Այսինքն եթե այդ ջամպան Չինաստանեն մինչև Եվրոպա ծևով իրականանա, միան 2029-ին գտնա հազիվ հազ աշխատիլ եւ շատ փոքրիկ քանակով աբրանք փոխադրել 15 օրվա մեջ մինչև Եվրոպա քանակը քրեթե անպարտադելի է նախկին քանակներու հետ որ Ռուսիայեն եւ այլն գահացնեին Եվրոպա ինչ է դա 10 միլիոն տոննա աբրանք բայց այդ երթևեկը այդ առաջ չեմ իշեր քանի անգամ ավելի բարձր հետևաբար կորձունինք զրակրի հետ որ վաղը պիտի չիրականանա թիվ 1 զրակրի հետ որ ցույց կտա որ Եվրոպան գործե նորեն ամերիկյան քաղաքականությունը ասենք Ռուսիո գդրել այդ զրակրեն եւ հուսալով որ գտնա մրցակիցը լալ Չինաստանի Belt and Road զրակրին Belt and Road Initiative Բացի եթե իրենց քուլխին յետևը ունին այդ բանը որ հիմա որ ամերիկան ագրաները գծցնե գտնա լալ որ աս ջամպան որ գնահատեսենք գետրոնական ասիայեն գարելի է լա չինացիներուն է դնել բայց այդ դեն ամերիկան պիտի գաթխի այդպիսի բաներ դակնուվրայություն է վիճակը կալով այդ երկիրները որոնք պետք է համաձայնին համագործակցին շատ տարբեր տեսակի երկիրներ են Կազախստանը, Կիրգիզստանը, որքան որ իշեմ Եվրասիական տնտեսական միության մաս կգազմեն Տաջիկստանը, Թուրքմենստանը չեն գազմել Ուզբեկիստանը, Կազախստանը, Կիրգիզստանը, որքան որ գիտեմ թուրքական ազգություններու միության մաս կգազմեն ամուսները չեն գազմել Նաև չեն գազմել Shanghai Cooperation Council-ին չեն գազմել So գտես դարբերություններ կան եւ գարանտի վստահ ռուսերը ինչպես նաև գտնալ չինացիները եթե անդեսված սկան գարելինին բինեն անոր արկել կանտիսանալ ամեն բարակայի կարևոր խոսքը աներ որ դիգին ֆոն դեր Լայենը նշեց ջամպան եւ նշեց Հայաստանը որ պետք է Հայաստանեն Թուրքիա Հայաստան սահման Հայաստան-Թուրքիա այ ադիգա բանը կարևոր գեդն է մեզի համար ասամ փոխ բացմության մեջ երկար
Եվ հուսանք եթե Ամերիկան ալթիգուն կանգնի աս զրակրին եւ աս գեդը հիմնակարը լավ լուր է Հայաստանի համար, լավ լուր գլա Հայաստանի համար, բայց շատ նուրբ ծևով տասախոսությունը մդի գրի դիգին ֆոնդեր լայնի, նաև ադեմը նշեց սև ձովը, անշուշտ Թուրքիան ալ սև ձովի հետ գաբունի, բայց Վրաստանն ալ ինչպես գիտենք, ասանք բադուամը գեսպատ սկեցոն, հետևաբար գտեսնենք ինչ բիլա, բայց գծավիմ, որ գարելի չէ կանխատեսել աս վարգանից, թե աս բոլոր դակնապները, մրցակցությունները, բادرազները ու ինչի պիտի հանգեցնեն մեզի մեկ տարի է, մեկ օքի չգտնար ադիգա կանխատեսել, ներառյալ CIA-ն, FSB-ն եւ այլն։ Շատ շնորհակալ եմ, պարոն Աստրոյան, ձեր չափազանց կարևոր այս նկատառումները, եզրահանգումները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Շնորհակալ եմ։ Մենք զրուցեցինք մեր գործընկերոջ Բերքլիի համալսարանի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ստեփան Աստրոյանի հետ, քննարկեցինք այն կարևորագույն զարգացումները, որոնք ազդում են կամ կարող են ազդել մեր անվտանգության միջավայրի վրա։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Այս շաբաթ է տեղի ունենալու ամերիկացի եւ իրանցի փորձագետների համատեղ աշխատանքը ապագա գործարքի շուրջ տեխնիկական մասը, որի ավարտից հետո եւս մի շրջափուլ կմեկնարկի ամերիկա-իրանական բանակցությունների, որը ըստ էության տեղի է ունենում հենց ուղղակի ձևաչափով, չնայած իրանական կողմը միշտ շեշտում է, որ բանակցություններն անուղղակի են, բայց այնուամենայնիվ դրանք ուղղակի են։ Հռոմում երկրորդ փուլը կայացավ, իդեպ այն եւս տեղի ունեցավ Օմանի միջնորդությամբ եւ տեղի ունեցավ Օմանի դեսպանատան շենքում եւ երկու կողմերն էլ գոհ էին արդյունքներից, ամենայն դեպս այսպես զուսպ լավատեսություն հանդես բերեցին Վիտկոֆ Արաղչի այդ հանդիպումից, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք Իսրայելի դժգոհությունը, որ այս բանակցությունների արդյունքում Իրանի միջուկային ծրագիրը ամբողջությամբ չի լիկվիդացվելու։ Մինչդեռ շատ ավելի ստորին շեմ է դրվում Իրանի կողմից ուրանի հարստացման համար 3.75% մինչև Իրանը պետք է պարտավորվի հարստացնել ուրանը եւ ոչ ավելին։ Բացի դրանից բազմափուլ տարբերակ է առաջարկվել, որ առաջին փուլով այդ հանձնառությունը կհաստատվի, երկրորդ փուլով Իրանը թույլ կտա միջազգային տեսչական այցերի համար, այդ թվում նաև անսպասելի այցեր, հա դա եւս հսկողության մեխանիզմ է եւ գործարքը կհամարվի կայացած։ Չնայած նաև հարց է բարձրանում Իսրայելի անհանգստությունների համար, որովհետև այդ թշնամանքը դեռ մնում է եւ Իսրայելը ընկալում է Իրանին որպես սպառնալիք եւ ըստ այդմ մերձավոր արևելքում պատերազմի վտանգը արդյոք կարելի է համարել լիկվիդացված թե ոչ։ Այս ամենն էլ հենց ցույց է տալիս ճշմարտացիությունն այն
գաղափարի, որ առաջ էր քաշել ժամանակին Բիսմարկը, որ սատանան մանրուքների մեջ է։ Փորձենք հասկանալ այդ մանրուքները, որոնք կարող են վերածվել խոչընդոտի Իրано-ամերիկյան այս բանակցություններում եւ մեծ վնաս հասցնել մեր անվտանգության միջավայրին։ Փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար Իրանի մայրաքաղաք Թեհրանից, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է քաղաքական վերլուծաբան եւ լրագրող Սահակ Շահմուրադյանը։ Բարև ձեզ, պարոն Շահմուրադյան, շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերին։ Պարոն Շահմուրադյան, դուք ուշի ուշով հետևում եք այս բանակցությունների ընթացքին, տրամաբանությանը, զարգացումներին, հրապարակումներին, վերլուծություններին, թե լավատեսական, թե հոռետեսական, այնուամենայնիվ ինչպես եք դուք տեսնում, ինչպես եք դուք նախ գնահատում այս պահի դրությամբ իրավիճակը եւ ինչպիսի զարգացումներ եք առավել հավանական տեսնում առաջիկայում։ Համեցեք։ Նախ ասեմ, որ իմ կարծիքով շատ դրական եմ գնահատում այս իրադարձությունները եւ ինչպես որ դուք ասացիք, շաբաթ օրը Հռոմում տեղի ունեցավ Իրանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների երկրորդ փուլի բանակցությունը, որից հետո կողմերը հայտարարեցին, որ բանակցությունները կշարունակվի, իսկ մինչ այդ վաղ, այսինքն ապրիլի 23-ին Օմանում տեղի ունենա տեխնիկական եւ փորձագետների հանդիպումը, սա շատ դրական քայլ է եւ առաջընթաց է այս բանակցություններում, որը նշանակում է, թե կողմերը ինչ որ համաձայնության են հասել, որպեսզի տեխնիկական քննարկումներից հետո քաղաքագետները արդեն մանրուքները քննարկեն եւ ինչ որ համաձայնության հասնեն Իրանի միջուկային հարցի շուրջ։ Այս ընթացքում այո, Իսրայելը իր մտահոգությունն է հայտնում, հիմնականում Իսրայելն է, որ թշնամությամբ է դրամադրված Իրան-Միացյալ Նահանգներ հիմա ուղղակի կամ իրանցիների ինչպես ասեն անուղղակի բանակցությունների նկատմամբ եւ Իսրայելը իր տեսակետը եւ դրամաբանությունը պարտադրել ամերիկյան կողմին, չնայած Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւս հայտարարությամբ հանդես եկավ եւ լրագրողների հարցերին պատասխանեց, որ լավատես է եւ բանակցությունները հաջող են ընթանում, սա նշանակում է, որ կողմերը, այսինքն Իրանը եւ Միացյալ Նահանգները իսկ հասել են փոխըմբռնման եւ պատերազմի առաջացումից եւ բանակցությունների ու դիվանագիտության հապարով հարցերը լուծել։ Իսկ ինչու՞ է Իսրայելի մտահոգությանը, Իսրայելը այո միշտ էլ մտահոգ է եւ այդ մտահոգության խորքում թաքնված է նրա նպատակները, որը ցանկանում է Իրանը լիարժեքորեն դադարեցնի իր միջուկային գործունեությունը, որը անհնարին է եւ իրանական կողմը հայտարարել է դա Իրանի կարմիր գիծն է կազմում եւ անհնար է հետ նահանջի, բայց բանակցությունների ընթացքում ըստ երևույթին երկու կողմերն էլ Միացյալ Նահանգները եւ Իրանը արդեն զիջումների են գնում եւ սա ես կարծում եմ, որ հենց այս երկու փուլի բանակցությունների արդյունքը չի նախքան այդ Իրանը բանակցել է եվրոպական կողմի հետ, այժմ Իրանի արտգործնախարարը մեկնել է Չինաստան, որպեսզի համադրի գործընթացը նաև Իրանի մյուս գործընկեր Չինաստանի հետ, գիտեք, որ Չինաստանն է նաև մաս է կազմում 2015 թվականին Իրանի եւ Արևմուտքի Միացյալ Նահանգների միջև կայացած բանակցություններին եւ նաեւ Ռուսաստանը նախքան այդ Իրանի արտգործնախարար Արաքչին մեկնեց Ռուսաստան եւ Իրանի մյուս գործընկերները Ռուսաստանի հետ խոսեցին եւ խորհրդակցեցին բանակցությունից սա նպատակով որ բոլոր դերակատարներին միջամուխ դարձնել բանակցություններում եւ մենակ չանալ բանակցություններում որպեսզի տեղի տա Միացյալ Նահանգների պահանջներին եւ սա շատ լավ գործընթաց է եւ կարծում եմ կշարունակվի իհարկե փուլը երրորդ փուլը տեղի է ունենալու շաբաթ օրը կամ Օմանում կամ Վիեննայում եթե չսխալվեմ բայց 1-2 բանակցությունը 3 նիստով դա չի բավարարվի հիմնականում ամեն ինչը կախված է
տեխնիկական եւ փորձագետների քննարկմանը ու նաեւ ՄԱԳԱՏԵ-ի մասնակցությանը։ ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր քարտուղար Գրոսին նաեւ մեկնեց Իրան, հանդիպում ունեցավ Իրանի քաղաքական գործիչների հետ եւ նաեւ Հռոմի բանակցություններում նրանց տեսակետն է դրական է եւ կարծում եմ, որ դիվանագիտական ճանապարհով կարող են հարցը լուծել, մինչդեռ Իրանը նաեւ իր կողմից ճկունություն է ցուցաբերել եւ բանակցությունների ընթացքում եւ բանակցություններից հետո ինչ այժմ դրանց դիվանագետներով այդտարել են պատրաստ են բանակցության այն պայմանով, որ Նահանգները անկեղծ լինի եւ երաշխավոր այս բանակցությունները դրական արդյունքի կհանգեն եւ 2020 թվականի ման Միացյալ Նահանգները դաշնակիցակողմանիորեն չեն չեղարկի առաջիկայում ձեռք բերված միջուկային համաձայնություն։ Պարոն Շահմուրադյան, այո, այդ հարցի հետ կապված իրանական կողմը համենայն դեպս ես այդ մասին իրանական մամուլի հրապարակումներում տեսա այն դիրքորոշումն է հայտնում, որ ի տարբերություն նախորդ գործարքի թե Իրանը, թե Միացյալ Նահանգները այս ապագա պայմանագիրը պետք է նաև վավերացնեն իրենց օրենսդիր մարմիններում։ Համապատասխանաբար Միացյալ Նահանգների կոնգրեսում եւ Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսում։ Ինչպես հայտնի է, նման պահանջ առաջ բերելով արդյոք վտանգ չեք տեսնում, որ Միացյալ Նահանգների կոնգրեսը կարող է, այսպես ասենք, ոչ միանշանակ վերաբերվել այս ապագա պայմանագիրը վավերացնելու գաղափարի։ Ինչ եք կարծում։ Այդպես չեմ կարծում, դա բնական ընթացք է, նախկին բանակցությունները այդպիսի գործընթաց կար, որ կողմերի խորհրդարանները Միացյալ Նահանգների կոնգրեսի իրենց համակարգությանը վավերացնեն այս հարցը։ Տեսեք, այնքան որ հետևում հարցերին, այս գործարքը շատ բանով չի տարբերվում 2000 թվականի միջուկային գործարքից եւ դրանից գոհ են իրանցիները։ Միայն այն տարբերությամբ, որ Միացյալ Նահանգները կատարի իր խոստումները։ Այսինքն էականորեն շատ բան չի տարբերվում, տեսուչները պիտի գան քննարկեն Իրանի միջուկային օբյեկտները, իսկ Իրանի հիմնական պահանջը դա է, որ ուրանի հարստացման շեմը իջեցնելով եւ գործարքը կնքելով Միացյալ Նահանգների հետ վերանան եւ չեղարկվեն Արևմուտքի Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ սահմանված շրջափակումները։ Սա մեծ ձեռքբերում կլինի Իրանի համար եւ եթե իրանյան կողմը կարողանա հասնել այն նպատակներին եւ պահանջներին, որ ունի Միացյալ Նահանգներից, Իրանի Իսլամական խորհրդարանը չեմ կարծում առարկի եւ բանաձևը կհաստատեն։ Մյուս կողմից Միացյալ Նահանգների նախագահի տրամադրությունը պետք է նկատի ունենանք, ճանաչելով Դոնալդ Թրամփին իր իշխանության նախագահության գալուց հետո բավականաչափ խոստումներ է տվել աշխարհի պատերազմներն է դադարեցնելու Ուկրաինայի պատերազմը, Գազայի պատերազմը, խոստումներ է տվել, առաջարկներ է տվել, որոնցից ոչ մեկը մինչ այժմ չի կարողացել իրականացնել, փորձում է գոնե այս դաշտում, այս ճակատում Իրանի հետ ինչ-որ համաձայնության հասնել, իր ցանկացած ձևով համաձայնության հասնել, հիմնականում իր նպատակը հենց սա է, շատ էլ չի պնդում, որ Իրանը պետք է լիովին հանձնի իր միջուկային ծրագրերը Միացյալ Նահանգներին, կարծես թե ինչ-որ համաձայնության են հասել եւ մի հաջողություն է ուզում արձանագրի իր 3 ամսի այս գործունեության ընթացքում եւ դա էլ կարող է ներկայացնել կոնգրեսին եւ կոնգրեսականներն էլ չեմ կարծում առարկեն, այստեղ առարկող կողմը ասացի միայն Իսրայելն է, Իսրայելը փորձի անպայման կփորձի սաբոտաժի ենթարկել այս բանակցությունները, սադրանքներ կարող են նյութել Իրանի դեմ, ճնշում է գործադրում Միացյալ Նահանգների վրա, բայց
կարծես Դոնալդ Թրամփ այնքան էլ տեղի չի տալիս Բենյամին Նեթանյահուի ճնշումներին եւ փորձում է արագ այս գործընթացը արդյունքի հասցնել եւ անցնել իր մյուս գործերին, այսպիսով նաեւ մի հաղթանակ շահել իր իշխանության օգտին։ Ասած հիմնականում էական տարբերություն չկա 2015 թվականի միջուկային գործարքից, այո մանրուքներ կան, մանրուքները արդեն տեխնիկական հարցեր են, որը արդեն Իրանն էլ հայտարարել է, այդ տեխնիկական հանձնախմբերը հանձնաժողովները զբաղվելու են այս հարցով, ներկայացնելու են խնդիրները եւ Իրանն էլ փորձում է այս հարցը լուծել, թե Միացյալ Նահանգների կողմից շտապողականություն կա թե իրանական կողմից։ Իրանը այս ձևով փորձում է իր տնտեսական իրավիճակը բարելավելու ճգնաժամից դուրս գալ, Միացյալ Նահանգներն են, այո, քաղաքական ճգնաժամեր, որ ստեղծել ամբողջ աշխարհի։ Այո։ Վերջ տալ դրան եւ ինչ-որ համաձայնության հասնել Իրանի հետ։ Պարոն Շահմուրադյան, զուգահեռաբար նաև Միացյալ Նահանգները նախաձեռնել են բանակցային գործընթաց կապված Գազայի տարածքի հետ, մի կողմից այո, այդ Համաս կազմակերպությունը, որը տերորիստական է համարվում եւ ըստ էության պատանդ է պահում իսրայելցիների, այդ թվում նաև ուղղակի խաղաղ բնակիչների եւ Իսրայելի համար դա դարձել է ուղղակի լրջագույն հարց եւ մյուս կողմից էլ պահանջվում է որպեսզի Իսրայելն էլ դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի տարածքում եւ թվում է թե երկու կողմերի պահանջն էլ տրամաբանական է, բայց համաձայնության գալ չի ստացվում։ Ես խոսեցի իսրայելցի փորձագետներից մեկի հետ եւ նա ասում էր, որ հիմա Իրան Միացյալ Նահանգներ այս բանակցային գործընթացի այսպիսի բովանդակությունը, որը կա, արդեն իսկ Իսրայելում գնահատվում է որպես Նեթանյահուի խոշոր ներքաղաքական պարտություն, հա, եւ կարող է ունենալ լուրջ ներքաղաքական հետևանքներ Նեթանյահուի եւ իր կաբինետի համար։ Ձեր կարծիքով որքանով են փոխկապակցված այս բանակցային գործընթացները եւ ինչպես կարող է մեկը ազդել մյուսի վրա ձեր կարծիքով։ Համեցեք։ Փոխկապակցվածություն կա դիրների մեջ, այո, ինքն է, որքան մեղադրում Համասին կամ պաղեստինցիներին այդ հոկտեմբերի 7-ի հարձակման համար եւս մեղադրում են Իսրայելին որպես պատերազմատենչ վարչակազմ, հատկապես Բենյամին Նեթանյահուի վարչակազմը եւ Բենյամին Նեթանյահուն նաեւ Իսրայելի ներսում բավականաչափ ընդդիմադիր կողմից պատերազմին, որովհետեւ ծանր բեռ է նաեւ Իսրայելի համար, զոհեր են տալիս, այդպես էլ չի, որ միակողմանի լինի, մեծ ծախս է Իսրայելի ազգային վարկանիշն է խաթարվում, Միացյալ Նահանգների եւ մյուս իր դաշնակիցների կողմից ճնշում կա Իսրայելի վրա, աշխարհի հանրային կարծիքը նույնպես ճնշում է գործադրում Իսրայելի վրա, այս բոլորը կան եւ Իսրայելը հատկապես Նեթանյահուն փորձում է միայն պատերազմի երկարաձգելով երկարաձգի իր իշխանությունը, որովհետեւ եթե վերջ տվի պատերազմին արդեն ընդդիմությունը կգա գործի գլուխ եւ վերջ կան այս հարցերին եւ մյուս կողմից էլ Նեթանյահուն փորձում է Համասի եւ Գազայի հատվածի դեմ պատերազմի երկարաձգելով Իրանին գրգռել այդ հարցում, ներքաշել պատերազմի մեջ, մինչդեռ արդեն տեսնում եք Իրանը թե Համասի, թե Հեզբոլլահի եւ թե Եմենի հութիների հետ ինչ որ կարծես թե համաձայնության է հասել եւ Իրաքում նաեւ իր կողմից հովանավորվող խմբակցությունները աստիճանաբար թե պատերազմի հետևանքով թուլացման պատճառով, թե Իրանի հետ համադրաբար փորձում են արդեն
վերջ տալ խնդիրներին եւ հարցերը կարգավորել Լիբանանում Հեզբոլլահի ուժերը աստիճանաբար փուլ առ փուլ արդեն հանձնում են Լիբանանի բանակին, զրկում են Լիբանանի բանակի մեջ։ Իրաքում հութիների վերաբերյալ անցած շաբաթ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը այցելեց Իրան եւ բանակցություններ ունեցավ իրանական կողմի հետ, այդ ընթացքում նաեւ հութիների հետագա ճակատագրի մասին հարձակումները թույլատրել են հութիների կողմից Իսրայելի եւ Միացյալ Նահանգների խնդիրները արդեն աստիճանաբար փարատվում են, որովհետեւ Իրանը փորձում է լարվածությունը մեղմացնել եւ որը չխանգարի Միացյալ Նահանգների հետ Իսրայելն է, որ փորձում է լարվածությունը ստեղծել բոլոր կողմերի ներքաշել պատերազմի մեջ, դրդել թե Համասին, թե Հեզբոլլահին, թե հութիներին, որպեսզի հարված են Իսրայելի մյուս կողմից կարողանան Միացյալ Նահանգներին համոզել մասնակցի ազգին Եվրոպայի կողմից էլ Իսրայելին հրավիրում են լարվածություն հասնելու եւ վերջ տալու այս հարցերին, այլապես պատճառ չունի։ Իսրայելը իր նպատակներին հասել է Գազայի հատվածում եւ Լիբանան եւ Համասը բավականաչափ թույլատրել Համասի կողմից սպառնալիք չկա Իսրայելի դեմ, Լիբանանի հարցն էլ ասացի, մնում է հութիների եւ Իրանի կողմից հովանավորվող շիա խմբավորումները, որոնք արդեն ինչ-որ համաձայնության են հասնում իրենց պետությունների հետ, վերջ տան այս հարցին։ Հիմնականում իմ տեսակետով եւ իրանական կողմի նաեւ տեսակետով սա Իսրայելն է, որը խոչընդոտում է լարվածության մեղմացմանը եւ փորձում է պատերազմ հրահրել տարածաշրջան։ Պարոն Շահնուրաձյան, եւ ամփոփելով այս շարժերը, որոնց մասին մենք խոսեցինք եւ որոնք դուք էլ ներկայացրեցիք, ինչ եք կարծում, ինչպիսի անդրադարձ կունենան մեր տարածաշրջանի անվտանգային միջավայրի վրա, մանավանդ հաշվի առնելով, որ իրանական կողմը ըստ էության բանական առաջարկություն է անում, որ փուլային լուծման գնան, հա, առաջին փուլում, ինչպես ասացի, դա հանձնառությունն է ուրանը հարստացնել մինչև 3.75%, երկրորդ փուլով այդ տեսչությունները թույլ տան Իրանի տարածք, այդ թվում նաև հանկարծակի այսպես այցելությունները, որոնք եւս վերահսկողության մեխանիզմ են, եւ հենց այդ երկրորդ փուլում տեղի ունենա Իրանի վրա դրված այդ պատժամիջոցների վերացում։ Երրորդ փուլում էլ, ինչպես հայտնի է, այո, պետք է կողմերը արդեն հարաբերություններ վերականգնեն, այսպես ասենք, հա։ Դա ինչ ձևով կանդրադառնա մեր տարածաշրջանի վրա, մանավանդ մենք տեսնում ենք, որ ոչ բոլորն են հաշտ այն մտքի հետ, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը կարող են, այսպես ասել, փոխել իրենց հարաբերությունների էությունը։ Ոչ բոլորն են հաշտ, այո, այդ Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների կարգավորումից, ընդ որում նաև Ադրբեջանը, Ռուսաստանը եւ Իսրայելը։ Այս եռանկյունին կարող են հետագային խոչընդոտել Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները, տարածաշրջանում այս հարաբերությունների բարելավումը վնասում է եւ վտանգում է նրա շահերը։ Մի կողմից Իսրայելն է, որ Ադրբեջանի հետ նավթային, գազային, անվտանգային սպառազինական խոշոր պայմանագրեր է ստորագրել։ Իսրայելը ներկա է Ադրբեջանի տարածքում եւ Ղարաբաղի տարածքում, որը սպառնալիք է Իրանի դեմ, Իրանը մտահոգ է դրանից։ Մյուսը Ռուսաստանն է, որ չի ուզում Իրանին կորցնել, Իրանին դիտում է որպես տակտիկական դաշնակից Միացյալ Նահանգների դեմ, ուկրաինական պատերազմում ինչ-որ դեպիտներ շահել Միացյալ Նահանգներից, այդ խնդիրն է եւ չի ուզում Իրանին նաեւ կորցնել որպես շուկա,
Այո, Իրանը Հայաստանին դիտում է որպես կամուջ միացնում է Եվրոպայի շուկաներին, այդ հեռանկարով է իր քաղաքականությունը ճշտել Հայաստանի եւ Կովկասյան տարածաշրջանի նկատմամբ եւ կողմ է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը, նաեւ կողմ որ Հայաստան եւ Ադրբեջանը սահմանային վեճերը լուծեն եւ կնքեն հաշտության պայմանագիրը։ Դա Իրանի շահերից է բխում եւ եթե Միացյալ Նահանգների հետ կարողանա Իրանը միջուկային գործարքի շուրջ համաձայնության հասնել, Իրանը հնարավորություն կունենա ազատ առևտուր անել աշխարհի հետ եւ կվերանան այդ արգելքները, որ Միացյալ Նահանգների կողմից սահմանվել են մյուս երկրների նկատմամբ Իրանի հետ առևտուր անելու կապակցությամբ եւ Հայաստանն կարող է առանց խոչընդոտների եւ առանց Միացյալ Նահանգների կամ Եվրամիության կողմից սահմանված այսպես կաշկանդումների անկաշկանդ կերպով Իրանի հետ իր տնտեսական, քաղաքական, անվտանգային հարաբերությունները ընդլայնել եւ անխափան կերպով առևտուր անել եւ Սյունիքի ճանապարհը տրամադրել Իրանին, որպես Իրանը կարողանա իր ապրանքները Հայաստանի ճանապարհով արտահանել դեպի Եվրոպա։ Շատ շնորհակալ եմ, պարոն Շահմուրադյան, ձեր այս հանգամանալից եւ կարեւոր դիտարկումները մեր հեռուստադիտողներին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար իհարկե մնում է միայն մաղթել, որ այս գործարքը հնարավորինս շուտ կայանա իշահ մեր երկրների եւ խաղաղության մեր տարածաշրջանում։ Բարին ձեզ։ Հաջող։ Ահա մենք զրուցեցինք մեր գործընկերոջ հետ Թեհրանից քաղաքական վերլուծաբան եւ լրագրող Սահակ Շահմուրադյանի հետ լսեցինք իր դիտարկումները կապված Իրան-Միացյալ Նահանգներ բանակցային գործընթացի շուրջ զարգացումների, ինչպես նաեւ հնարավոր ելքերի հետ։ Այսօր թերևս այսքանը հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք արդեն վաղը, խաղաղություն եւ բարին ձեզ։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Սուրբ Զատկի զինադադարը, որի մասին հայտարարվեց շաբաթ օրը եւ որը իբր պետք է տևեր 30 ժամ, նաեւ խոսում էին, որ կար հեռանկար, որ այն ավելի պետք է երկարաձգվի, առանձնապես զինադադար էլ չեղավ, եղան միայն վերնագրեր, բայց ոչ ավելին, իսկ այսօր արդեն մենք ունենք հաղորդագրություններ, որ պատերազմը ուղղակի շարունակվում է հենց այնպես, ինչպես շարունակվում էր մինչ այդ, եւ շարունակվում է ավելի քան 3 տարի։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները հայտարարեցին, որ առաջիկա 3 օրերի ընթացքում նրանք կհրապարակեն իրենց պլանը խաղաղ կարգավորման, կամ պատերազմի, եթե ոչ դադարեցման կամ համապարփակ խաղաղության հաստատման, ապա գոնե սառեցման իրենց պլանը, եւ ըստ բաց մամուլի տեղեկատվության բավականին վտանգավոր մտքեր կարող են դնել քննարկման, մասնավորապես այն, որ Ուկրաինային ասեն, դե գիտեք ինչ, խաղաղության գինը, դա օրինակ, որ դուք Ղրիմը ճանաչեք որպես Ռուսաստանի մաս։ Սա կարող է ուղղակի քանդել ընդհանրապես միջազգային անվտանգության այն համակարգը, որը ձևավորվել է 1945 թվականից հետո։ Եվ սա ինչ որտեղ դեժավյու է այն 38 թվականի դեպքերի, որոնք հանգեցրեցին արդեն գիտենք ինչի մեր դպրոցական պատմության դասագրքերից։ Նաև խոսում են այն մասին, համենայն դեպս Բրիտանիայի խորհրդարանի անդամ, շոտլանդական ազգային կուսակցության ղեկավարը խոսում է այն մասին, որ սա մոտավորապես նույնն է, ինչ որ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտն էր, որը
ըստ էության Լեհաստանի ճակատագիրը կանխորոշեց եւ սա նույնը կարող է լինել Թրամփի եւ Պուտինի միջև Ուկրաինայի պարագայում։ Սա կրկնեմ հնչեցնում է Բրիտանիայի խորհրդարանի այսպես կուսակցություններից մեկի առաջնորդը եւ դրա մասին խոսում է հենց բաց տեքստով, նաև ասելով, որ դրանով իսկ կլեգիտիմացվի Ռուսաստանի այսպես չակերտավոր իրավունքները ողջ հետխորհրդային տարածքում։ Այս ֆոնին հիշեցնեմ, որ Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարը այսօր ուղիղ տեքստով հանդես եկավ նախազգուշացմամբ, որ Ռուսաստանի կողմից դեզինֆորմացիայի մեծ ալիք է սպասվում եւ նախապատրաստվում։ Փորձենք հասկանալ։ Եվ այս նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է Ուկրաինայի ներքին գործերի նախկին փոխնախարար, նախարարի խորհրդական, միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Ավագյանը։ Բարով եք եկել, պարոն Ավագյան, շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ, պարոն Մեգրաբյան։ Պարոն Ավագյան, Պարոն Ավագյան, դուք ուշի-ուշով հետևում եք այս իրադարձությունների զարգացմանը, այս նաև ձեր պատկերացումներին համահունչ կառուցում եք այդ տրամաբանությունը, որով ընթանում են դրանք, ինչ է երևում այս ամենում ձեզ, համեցեք։ Շնորհակալություն։ Ես կուզեի առաջինը շեշտեի, որ ոչ մի պարզա զինադատար չի եղել։ Այո։ Զինադատարը ֆորմալ ավարտվել է ամսի 21-ի գիշերը, բայց իրականապես հարվածներ էին կատարվում ամբողջ Ուկրաինայի տարածքի վրա եւ դրոններով եւ ռակետաներով եւ դա չէր դադար։ Դրա համար դա այդ զինադատարը ֆորմալ հայտարարություն էր Ռուսաստանի նախագահի կողմից։ Ինչը մեզ սպասում, ճիշտ ասած, կարևոր օրը լինելու է ամսի 23-ին լոնդոնյան բանակցությունների ժամանակ, ու մենք կհասկանանք ինչ եզրակացությունների, ինչ համաձայնությունների եկել են կողմերը։ Ուկրաինան անընդհատ շեշտում է, որ Կիևը պատրաստ է բանակցություններին եւ այն բանակցությունների, որ դադարեն քաղաքացիական ինֆրաստրուկտուրայի վրա հարձակումները եւ հիմնական խաղաղության հաստատումը։ Ինչ որ վերաբերվում է տարածքային զիջումների, Ամերիկայի ներկայացուցիչները խորհուրդ են տալի իրանց լսել ոչ միայն այլ մեկնաբաններին, որոնք մեկնաբանում են Ամերիկայի քայլերը, իրանք շեշտել են, որ ոչ ոք չի խոսում դե յուրե այսօր ճանաչման մասին։ Ուկրաինան էլ չի նախատեսում դե յուրե ճանաչել ինչ որ մի ուկրաինական տարածք, որպես Ռուսաստանի տարածք, բայց խոսում են դե ֆակտո ստատուս կվո իրավիճակի ճանաչման մասին։ Հիմնական մոտեցումը ամերիկական հետևյալն է, որ զինադատարը պիտի դե ֆակտո հիմիկվա զինվորական բախումների ըստ սահմանի գնա։ Դիմակայության գծով, որը այս պահին կա։ Այո, որը այս պահին կա, բայց մի խնդիր կա, որ այդ գիծը Ռուսաստանը աշխատում է ոնց որ ասած շատացնել իրանց տարածքները միջև բանակցություններ սկսելը բանակցություններ եւ մենք հետեւյալ ենք տենում, որ այսօր Խարկովի ուղղությամբ ռուսները սկսեցին մեծ ներխուժում զինվորական ուժի եւ հարվածներ են իրականացվում։ Արդեն զոհեր կան, բայց զոհեր կան ամեն օր, բայց կոնկրետ Խարկովի կենտրոնում հարվածներ են եղել ուժեղ եւ արդեն հիմա հաշվարկում են զոհերի թիվը։ Ինչ մենք կարանք սպասենք
երբ մենք լսում ենք Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Եվրոմիության մեկնաբանությունները, պետք է հաշվի առնենք, որ հիմա Տրամպի թիմը եւ Եվրոպայի երկրների մեծ մասը գտնվում են տարբեր ճամբարներում, տեսակետների տարբեր ճամբարներում եւ իրանց տեսակետները ապագա աշխարհի զարգացման տարբերվում են։ Դա իրականությունն է։ Ու պիտի հաշվի առնենք, որ պայքար է գնում կոնտինենտալ Եվրոպայի անգլոսաքսոնյան աշխարհի միջև մի կողմից եւ Տրամպի Ամերիկայի հետ մյուս կողմից։ Նույն ժամանակ Չինաստանը աշխատում է այդ վիճակում օգտագործի այդ տարաձայնությունները, օգտվի դրանով եւ մենք պիտի հաշվի առնենք, որ Ռուսաստանի բոլոր որոշումները կախված են Չինաստանի տեսակետներից եւ որոշումներից։ Դա է իրականությունը։ Հիմա ինչ որ վերաբերվում է ապագայի։ Ամերիկացիները համոզված են, որ 23-ին մեծ շանսեր ունեն, որ խաղաղություն այս ժամանակավոր հաստատվի։ Ինչ որ վերաբերվում է նախագծերին, այս նախագծերը, որոնք ունեն ամերիկացիները, մի նախագիծ չի, մի քանի նախագծեր են։ Եվ այն նախագիծը կաշխատի, որը կընդունվի երկու կողմերի կողմից, նկատի ունեմ Ուկրաինան եւ Ռուսաստանը։ Դրա համար մինչև ամսի 23-ը շատ դժվար կլինի իմանալ այդ իրական նախագիծը մինչև հայտարարելը, որը արդեն կլինի այն ուղղությունը, որի հիման վրա կզարգանան իրադարձությունները։ Ռուսները հետևյալն են ասում։ Հա, իրանք միշտ շեշտում են, որ պատրաստ են անմիջապես բանակցել Ուկրաինայի հետ։ Բայց ասում են, որ ինչ որ խոչընդոտներ կան, ու չեն ուզում ասեն ինչ խոչընդոտները։ Շարունակելով կրկնել այն հին տեզերը, որ դեմիլիտարիզացիա պիտի արվի եւ այլն, որ Ուկրաինա չպիտի ունենա հզոր բանակ, ոչ մի ուրիշ բան։ Հիմա հիմնական ամերիկական ստրատեգիայի կորիզը դա այս կոնֆլիկտի սառացումն է, ինչքան հնարավոր է երկար։ Եվ երբ ամերիկացիները ասում են, որ Հռիմը ճանաչում են Ռուսաստանի որպես մի մաս, մենք պիտի հասկանանք, որ միջազգային իրավունքը այսօր ինչ որ տարածքի գրավման դեպքում չունի ոչ մի այսպես ասած ինստրումենտներ, որոնք թույլ կտան այդպիսի ճանաչումը կատարեն։ Ուկրաինան էլ համաձայն չի այսօր այդ ճանաչման հետ։ Հիմնական տեզը Ռուսաստանի նա է, որ Ուկրաինային մերժեն ՆԱՏՕ անդամակցության մեջ։ Եվ հնարավոր է ինչ որ տեղեկությունները հասնում, որ Ուկրաինան համաձայնվի այդ պահանջներին, բայց դե յուրե Ուկրաինան պատրաստ չի եւ չի նախատեսում ճանաչել գրաված տարածքները որպես ռուսական։ Այդպիսի որոշում Ուկրաինայում չկա։ Այդ այն ինչ որ բան ուզում էի ասեի մեկնաբանելով ձեր ասածը։ Պարոն Ավագյան, հիմա փորձենք մոդելավորել իրավիճակը, ընդունենք հիպոթետիկ այդ զինադադարը այնուամենայնիվ կայանում է եւ տևում է բավականին երկար։ Ռուսաստանը ձևավորել է մի ահռելի ռազմական մեքենա, ձևավորել է ներխուժման մի ողջ մի ենթակառուցվածք եւ իր հասարակությանն էլ, այսպես ասենք, նախապատրաստել է գրեթե պերմանենտ պատերազմի եւ հիմա այդ մեքենան
եթե կանգ առնի, կարող է աշխատել իրեն դեմ։ Հետևաբար այն պետք է գործի դրվի այլ ուղղություններով։ Ընդ որում կան կարծիքներ, որ դե ֆակտո ճանաչելով այս դիմակայության գիծը, որը հաստատվել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև, ոչ դե յուրե, բայց դե ֆակտո, դա նաև Ռուսաստանում կընկալվի որպես Ռուսաստանի իրավունքների ճանաչում ողջ հետխորհրդային տարածքի վրա։ Եվ Ռուսաստանը արդեն կհամարի, որ ինքը հաջողությամբ է դուրս եկել այս պատերազմից եւ հաղթաթղթերը ձեռքին, կուժգնացնի իր առնվազն հիբրիդային հարձակումները հետխորհրդային տարածքում, փորձելով իր կորցված դիրքերը հետ բերել։ Հենց այսօր էր, որ Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարը ուղղակի բաց տեքստով նախազգուշացրել է, որ սպասվում է դեզինֆորմացիայի մեծ ալիք եւ դա տեղի է ունենում Հայաստանն ապակայունացնելու համար, դա տեղի է ունենում Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ։ Դուք որպես միջազգային անվտանգության հարցերով փորձագետ, ինչպիսին եք տեսնում հնարավոր զարգացումները այս համատեքստում։ Համեցեք։ Շնորհակալություն։ Դե ամենաշուտը ետերներում ես եմ խոսացել այդ վտանգների մասին, հենց որ սկսվեց ուկրաինական պատերազմը եւ ձեր ետերներում եմ ես անընդհատ շեշտել այդ վտանգի մասին, այո, այդ վտանգը կա։ Ռուսաստանը ունի 3 ուղղություն, 3 նախագիծ, որտեղ ռուսական բանակը, որը չի կարող վերադառնա Ռուսաստան, առանց Ռուսաստանի համար ներքին կայունության սպառնալիքների, որտեղ այդ բանակը կարող շարժվի։ Մի ուղղությունը Բալթիայի երկրներ են, Էստոնիան, Լատվիան, Լիտվան։ Եվ հիմա մենք նախատեսում ենք համատեղ Լեհաստանի եւ Լիտվայի լուրջ աշխատանքները Սուվալկի միջանցքում, այն տարածքում, որը միացնում է Լիտվային Լեհաստանի հետ։ Երկրորդ ուղղությունը հյուսիսային Ղազախստանն է, ինչի համար հետաքրքրում է այդ ուղղությունը Ռուսաստանի։ Հյուսիսային Ղազախստանում ապրում է մոտ 5 միլիոն ոչ կազախ, հիմնականում քրիստոնյա բնակչություն, որը Պուտինի համար կհանդիսանա նոր զինվորական ուժ։ Դրա համար իրանց մեջ շատ հեշտ է անցկացնել գրավելու դեպքում մոբիլիզացիան եւ ստանալ 1 միլիոն զինվոր։ Բայց Ղազախստանի դեպքում կարիք կա Չինաստանի թույլտվությամբ, նույնը ինչ որ Բելարուսիայի դեպքում։ Մենակ Չինաստանը կանգնեցնում է Ռուսաստանին հարձակումից, կամ հյուսիսային Ղազախստան, կամ լիակատար Բելարուսիայի միացման Ռուսաստանի հետ եւ օգտագործելով ամբողջ Բելարուսիայի տարածքը պատերազմում։ Դրա համար 2 ուղղություն կա. Բալթիայի երկրներ, հյուսիսային Ղազախստան։ Եվ երրորդ ուղղությունը, որը սպառնալիք է մեծ Հայաստանի համար է հանդիսանում, դա Վրաստանի եւ Հայաստանի ուղղությունն է։ Պիտի հաշվի առնենք, ու դա շատ լավ է, որ Հայաստանը չունի ընդհանուր սահման Ռուսաստանի հետ։ Դա օգուտն է այս վիճակում, բայց Ռուսաստանը վաղուց պատրաստվում է տարբեր շերտեր օգտագործել Հայաստանի ներսում եւ իրանց գործակալներին եւ փորձել Հայաստանը հանել այն ստատուս կոյից, կայունության տեսակետից, որը հիմա Հայաստանը գտնվում է։ Դրա համար էլ օգտագործում է եւ Ադրբեջանը, եւ իր ներքին այն շերտերը, որոնք ռուսամետ են։ Դրա համար մեծ ավտանգը ես 2 տարի առաջ պատմել եմ, որ գոյություն ունեն զինվորական ստրատեգիայի իրականացման նախագծեր Վրաստանը եւ Հայաստանը գրավելու օգտագործելով ռուսական բանակը։ Դրա համար այդ սպառնալիքը շատ մեծ է եւ Հայաստանը պիտի պատրաստվի։ Պատրաստվի ինչպես։
այդպիսի լուրջ վտանգի ժամանակ Հայաստանը պիտի ոչ թե մենակ ներքին իրավիճակը, կայունությունը ամրապնդի եւ բանակի պատրաստականությունը, բայց պիտի խոսա այն ուժերի հետ, որոնք ամենահզոր են եւ կարող են այդ օգնությունը Հայաստանին տալ։ Եվ այդ ամենահզոր ուժը ոչ Մեծ Բրիտանիան է, ոչ էլ Ֆրանսիան է։ Այդ հզոր մեծ ուժը Ամերիկայի է եւ պետք է անընդհատ վարել կոնսուլտացիաներ այդ գծով։ Շարունակել, ես համոզված եմ, եւ գիտեմ, որ որոշ ոչ միայն փորձերը, բայց իրական ասենք կոնտակտերի վերաբերյալ քայլերը կատարվում են, հույսով եմ, որ իրանք լինեն արդյունավետ։ Դա ինչ որ ես ուզում եմ մեկնաբանել։ Պարոն Ավագյան, մենք Հայաստանում տեսնում ենք, այսպես ասենք, ռուսական ազդեցության խմբերի գերակտիվացում այս վերջին շրջանում, վստահաբար դուք նաև Հայաստանում ներքին լրահոսին եւս ծանոթանում եք, եւ այդ ակտիվացումն առանձնանում է նրանով, որ ասենք օրինակ Գյումրիում ընտրություններ տեղի ունեցան եւ հաղթեց մեկը, ում անունը, այսպես ասենք, աֆիլիացվում է կրիմինալի հետ եւ այո, այդ արարողությանը ներկա էր, ասենք, Ռուսաստանի Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսը եւ այսպես բոցաշունչ ճառով հանդես եկավ։ Մենք տեսնում ենք այն, որ արցախցի փախստականների սոցիալական չլուծված հարցերի վրա պարազիտանում են որոշ խմբեր եւ ըստ էության հնչեցնում ռուսական նարատիվներ, միախառնելով այդ սոցիալական չլուծված հարցերի հետ, եւ մենք տեսնում ենք, որ տեղեկատվության աղբյուրների թիվն է մեծացել եւ ագրեսիայի եւ ատելության խոսքի աստիճանն է սրվել այս վերջին ժամանակաշրջանում։ Այսօրվա այս նախազգուշացումը նաեւ մեզ ցույց է տալիս, որ Հայաստանում ինստիտուցիոնալ մեխանիզմները հիբրիդային հարձակումներ դիմագրավելու համար ուղղակի կայացած չեն կամ թերի են կամ թույլ են կամ մինչև վերջ մտածված չեն։ Այս առումով Ուկրաինան հսկայական փորձ է կուտակել եւ այդ փորձը սկսել է կիրառել դեռ սկսած 14 թվականից, երբ այդ Ղրիմի անեքսիան էր տեղի ունենում, հետո Դոնբասի վրա հարձակումը եւ այո, Ռուսաստանն իր ողջ ռեսուրսը գցել էր հենց Ուկրաինայի դեմ հիբրիդային պատերազմ իրականացնելուն։ Ձեր կարծիքով որոնք են Հայաստանի համար այդ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ անելիքները այս համատեքստում։ Համեցեք։ Շնորհակալություն։ Ասեմ ձեզ հետեւյալը, Ուկրաինայի փորձը շատ էֆեկտիվ է եւ շատ մեծ է։ Ուկրաինան միշտ պայքարել է ռուս գործակալների դեմ։ Իրանք հայտնաբերվել են եւ հայտնաբերվում են, իրանք ձերբակալվել են ու իրանք գործունեությունը սահմանափակվել է միշտ։ Հայաստանը եթե չպայքարի ռուսական գործնակալների դեմ, եթե ազգային անվտանգությունը, ներքին գործերի համակարգը եւ այլ մարմինները, որոնք պիտի կատարեն այդ առաջադրանքները, եթե չկատարելագործեն այդ գործի մեջ, վտանգները Հայաստանի համար կշատանան, դա հասկանալի է։ Եթե ռուսական գործակալները, այն մարդիկ, ովքեր մեհավոր են եւ Հայաստանում եւ Արցախում, պարտության մեջ իրանց գնահատականը չստանան իրավապահ մարմիններից ու շարունակեն իրանց գործունեությունը, ի նպաստ Ռուսաստանի, բարձր որ վտանգները շատանալու են։ Ուկրաինան հակառակ է գործել, շատ խիստ եւ սկսել է այդ գործունեությունը ամենախիստ ձևով մարտի ամսին 2014 թվականին եւ այդ պայքարը շարունակվում է արդեն 11 տարի։ Դուք պիտի հասկանաք, որ փետրվարի 24-ին հարյուրավոր ռուսական գործակալները զենք են վերցրել եւ սկսել են գործել Կիևում եւ այլ քաղաքներում, պատրաստելով
ռուսական զորքերի ներխուժումը, բայց 90%-ը այդ բոլոր անձնակազմի ռուս հատուկ ջոկատայինների, հետախույզների եւ այլն իրանք ոչնչացվել են եւ ձերբակալվել են էֆեկտիվ գործունեության շնորհիվ ուկրաինական իրավապահ եւ ազգային անվտանգության մարմինների։ Դրա համար միակ ելքը չթողնել իրանց աշխատել։ Եթե դա չի արվի, եթե իրանք կարանան ազատ Երևանում իրանց զգալ, գործել, ապրել, հավաքել մարդկանց, ուրեմն վատա լինելու շատ իրավիճակ, ուրեմն ռուսները կհասնեն իրենց նպատակին։ Դա ես ձեզ կասեմ։ Դա եւ հերվից իրավատասելի է։ Ես հիմնվելով այն ինֆորմացիայի շերտին, որը ես մանրամասն տեղյակ եմ, ինչ է կատարվում ներսում, ինչ ուժեր են գործում Հայաստանի, վտանգավոր է շատ։ Գործել է պետք, էֆեկտիվ պրոֆեսիոնալ գործել, չզբաղվել պրոֆանացիայով եւ իմիտացիայով, ռեալ գործ, անընդհատ հասկանալ դաշտը, այդ դաշտի անվտանգությունը եւ ինչ կան պրոտոկոլ, գործարքներ, որոնք պիտի իրականացվեն այդպիսի գործունեությունները կասեցնելու համար։ Դա արդեն պրոֆեսիոնալների գործն է։ Պարոն Ավագյան, եւս մի այսպես հենց այս հարցի շարունակություն, հիբրիդային պատերազմն առանձնանում է նրանով, որ այստեղ այսպես առանձնակի կարևորություն է ստանում տեղեկատվական դաշտը, որի միջոցով այո ներգործությունը իրականացվում նաև հասարակության վրա, հա։ Այս ամենում Հայաստանում ակնհայտ են այն բացերը, որ թույլ են տալիս, որ այսպես ազատ ձևով ով ինչ ուզի, քարոզի, առաջ տանի, կոչեր անի եւ այլն եւ այդպես շարունակ։ Ուկրաինան համապատասխան օրենսդրություններ ընդունել, որ եւ օրենքով, դատարանով այդ ամենը կասեցվում էր, պլյուս օպերատիվ աշխատանքի իհարկե։ Ինչ եք կարծում, կարճաժամկետ առումով Հայաստանում ինչ պետք է արվի այդ իմաստով, որպեսզի տեղեկատվական դաշտը չդառնա, այսպես ասենք, տեղեկատվական դիվերսիաների աղբյուր։ Առաջին ամեն ինչ ամենակարևորը կախված է քաղաքական կյանքի։ Երբ համապատասխան քաղաքական որոշումներ իրականացվում են, ընդունվում են, արդեն բոլոր մարմինները գործում են ըստ որոշումների։ Նույն ժամանակ այդպիսի օրենքները, որ այլ երկրները հակահայկական ուժերը չկարանան գործեն հայկական ինֆորմացիոն դաշտում, պիտի արտակարգ ձևով ներկայացվեն Գերագույն խորհուրդ Հայաստանի, կնարկվեն եւ ըստ մեծամասնության, ըստ վտանգների ընդունվեն։ Ուկրաինան շատ էֆեկտիվ է գործել այդ գծով եւ շարունակում է գործել, նաեւ ստեղծվել են մեծ ռեսուրսներ, որոնք անընդհատ տեղյակ են պահել բնակչության այլ ռուս գործակալների մասին, որոնք լինելով Ուկրաինայի պատգամավորներ, Ուկրաինայի քաղաքական գործիչներ աշխատել են Ուկրաինայի դեմ, ժողովուրդը գիտեր եւ պետական որոշումներ կայանում հենց դրա մեջ, որ հասարակությունը տեղյակ կլինի։ Դրա համար հիմա հասարակությունը չի կարող կողմնորոշվի։ Օրինակ ես ինձ հաշվի առնելով ծանր Հայաստանի վիճակը ու չլինելով Հայաստանի քաղաքացի, ես կարամ ամեն ինչի հետ համաձայն չլինեմ, ինչ որ Հայաստանում է կատարվում, բայց թույլ չեմ տալի որպես հայ, որ այս վիճակում ես քրիտիկայի ենթարկեմ ներքին իրավիճակը կամ քաղաքական որոշումները։ Դրա համար, եթե ես այդպես գործեմ, ես կաշխատեմ Հայաստանի դեմ, Հայաստանի անվտանգության դեմ։ Բայց մեծամասնությունը ես էլ եմ նկատում, ամեն ինչ անում են, որ կայունությունից իրավիճակը հանեն Հայաստանում։ Ու շատ վաղ մարդիկ չեն կարող կողմնորոշվեն, հարցեր են տալի եւ փորձում են գտնեն պրկիչ, այս տղեն պրկիչ է, այս տղեն պրկիչ է, այ իր հետ միացեք, բայց շատ վաղ այդ պրկիչները կամ Ռուսաստանի գործակալներ են, կամ ուղղակի զբաղվում են իրանց գովազդով։ Շարլատաններ։ Այո, ոչ մի բան չունեն։
ասենք իրաց նպատակների մեջ բրկելու հետ։ Դրա համար առանց ես ոչ մի օրինակ չգիտեմ եւ Ուկրաինայում այդպիսի օրինակ չի եղել, որ ինչու հասարակությունը առանց պետական որոշումների կարա դեմ առնի այդպիսի խնդիրների լուծման համար։ Պետական որոշումներ են պետք եւ այդ խստությունը կլինի ի օգուտ հայ ազգի համար։ Դրա համար հիմա Հայաստանը այն վիճակում է գտնվում եւ դա իմ կարծիքը չի մենակ։ Դա մեծամասնության կարծիքը այն Եվրոպայի, Ամերիկայի ոչ հայ քաղաքական եւ փորձագետների կարծիքն է, որ պետք է մտածել պետականությունը բրկելու մասին այս վիճակում։ Դա է հիմնական խնդիրը։ Ամեն ինչը ինչ որ մարդիկ երազում եւ ուզում են, որ ամեն ինչ լավ լինի, որ բոլորը լինեն ժպիտով, չաղ եւ երջանիկ, դա արժևում է եւ հնարավոր է մենակ եթե պետությունը լինի։ Իհարկե։ Իսկ հիմա պետության պահպանման հարցը համար մեկն է Հայաստանի համար, հաշվի առնելով սպառնալիքները, իսկ սպառնալիքները մենակ Ռուսաստանի ներխուժումը չի։ Այո, Ռուսաստանում նախագիծ կա գրավել զինվորական ձևով եւ Վրաստանը եւ Հայաստանը։ Նույն ժամանակ, եթե Ասսուպարկ հիմա սարեցավ խնդիրը պատերազմի Իրանի դեմ եւ Ամերիկան փոխեց որոշումը, դրա համար այդ վտանգը կարար բերեր դրան, որ մի 5 միլիոն պաստական գային Հայաստան ու դուք մենք պիտի հասկանանք, որ Հայաստանը չէր կարող առնել դրա դեմ հետ վտանգի դեմ։ Նույն ժամանակը մնում է վտանգը Թուրքիայի կողմից եւ իշնորհիվ Ամերիկայի Թուրքիան անմիջապես չի գործում Հայաստանի մասին։ Ինչ կարա անի տարածաշրջանում Հայաստանը, որտեղ կան խոչընդոտներ, բայց արգելքներ չկան որպես Ադրբեջանի հետ, դրա համար հարաբերությունների մեջ Ադրբեջանի հետ Ադրբեջանի կարծիք էլ կա, Թուրքիայի հետ էլ, Իրանի հետ էլ։ Վրաստանի պարագայով հիմա եւ Վրաստանը եւ Հայաստանը գտնվում են նույն վտանգի տակ ոչնչացման երկու երկիր։ Դրա համար տրամաբանական է, որ այդ երկրները պիտի ամեն ինչ անեն, մոռանալով ինչ որ պատմական խնդիրների մասին եւ այլն, կենտրոնանալով ապագայի մասին, ապագայի վրա եւ միացնելով իր հնարավորությունները այս վիճակում։ Դա է նպատակներից մեկը։ Դրա համար նույն արևմուտքը անընդհատ շեշտում է, որ կուզեին տենային եւ Վրաստանը եւ Հայաստանը որպես մի համակարգ։ Եվ դա հասկանալի, դա պետք է հաշվի առնել։ Ինչ որ վերաբերվում է վտանգների ամենակարևոր երաշխիքը Հայաստանի հայկական բանակն է։ Ինչքան հայկական բանակը լինի հզոր եւ մարտունակ, այդքան վտանգները կկչանան։ Դա է։ Ինչքան Հայաստանի ներքին կյանքը տնտեսական լինի ավելի էֆեկտիվ, այդքան վտանգները կկչանան։ Ինչքան հնարավորություն կլինի ներգրավել ոչ թե օգնությունը բարեգործական սփյուռքից, այս սփյուռքը եւ investment-ը, ասենք ինվեստիցիաներ, այդքան վտանգները կկչանան։ Ամեն ինչ կախված է ոչ թե ինչքան քեզ վտանգ է գալի, այլ ինչքան դու ուժեղ ես։ Քո անվտանգությունը։ Դա է ինչ որ ես ուզում եի շեշտել։ Շատ շնորհակալ եմ, պարոն Ավագյան, ձեր այս հանգամանալից եւ կարեւոր դիտարկումները եւ եզրակացությունները, նաեւ առաջարկությունները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու, նաեւ մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ պարոն Ավագյանն ունի նաեւ իր ալիքը YouTube-ում, Տիգրան Ավագյան Live անվանումով, որտեղ հաճախ հանդես է գալիս բոլորիս համար շատ կարևոր թեմաներով եւ շատ հետաքրքիր տեսակետներով։ Շնորհակալ եմ, պարոն Ավագյան, ամենայն բարիք։ Շնորհակալություն, պարոն Մեհրաբյան։ Շնորհակալություն։ Ահա մենք զրուցեցինք մեր գործընկերոջ հետ, Տիգրան Ավագյանի հետ, ով
եղել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ, խորհրդական, ներկայումս նաև միջազգային անվտանգության հարցերով փորձագետ է, իր դիտարկումները կապված Ուկրաինայի շուրջ, նաև Հայաստանի շուրջ որոշ զարգացումների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։